Շուրջ 30 տարի դիվանագիտական ծառայության ընթացքում տարբեր պաշտոններ զբաղեցրած ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանն ասում է, որ միջազգային պրակտիկայում շատ տարածված եւ ընդունված է, որ դիվանագիտական անձնագիր կրողները վիզա ստանում են անվճար։ Հետևաբար Հայաստանի եւ Թուրքիայի միջև ձեռք բերված երեկվա որոշումը Մելիքյանն ինչ-որ նվաճում կամ քայլ առաջ երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացում չի համարում։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը երեկ տեղեկացրեց, թե Երևանն ու Անկարան որոշել են դյուրացնել վիզաների տրամադրման գործընթացը դիվանագիտական, հատուկ եւ ծառայողական անձնագրեր ունեցողների համար, մուտքի արտոնագիրը դարձնելով անվճար։ Դիվանագիտական վիզա հասկացությունը ինքը free of charge է, այսինքն անվճար է։ Ես իմ պրակտիկայում այդքան ժամանակվա տասնյակ տարիների երբեք չեմ առնչվել մի դեպքի հետ որևէ երկրի հետ, որտեղ դիվանագիտական անձնագրով դիվանագիտական վիզա են խփում քո անձնագրի մեջ եւ դա վճարով է։ Ես այդպիսի որևէ դեպք իմ կյանքում չեմ հիշում, չեմ կարող լինել։ Դա որպես տես խոշորագույն հաջողություն, քայլ առաջ եւ այլն ներկայացնելը ես չէի համարի, որ դա ինչ-որ բան է, էլի։ Դեսպան Մելիքյանն ասում է, որ նախկինում Հայաստան ժամանած թուրք դիվանագետներից Երևանը գումար չի գանձել։ Նախկին դիվանագետը նաև հիշեցնում է, որ Սևծովյան տնտեսական համագործակցության համաժողովին եւ միջազգային տարբեր ֆորումներին մասնակցելու նպատակով Թուրքիա մեկնող հայ դիվանագետները եւս անվճար են ստացել իրենց մուտքի արտոնագրերը։ Ի վերջո, ինչ են պայմանավորվել Հայաստանն ու Թուրքիան։ Գործող իրավակարգավորումներով Հայաստանի դիվանագիտական անձնագիր ունեցող անձինք Թուրքիայի վիզան ստանում են վճարի դիմաց։ Մինչդեռ թուրք դիվանագետները Հայաստանի վիզան ստանում են անվճար համաձայն հայաստանյան օրենսդրության։ Փոխարենը Հայաստանի մուտքի արտոնագրի համար վճար էր սահմանված Թուրքիայի ծառայողական եւ հատուկ անձնագրեր կրող անձանց համար։ Եվ այժմ կառավարության դեկտեմբերի 29-ի որոշման համաձայն կողմերը որոշել են համահավասար պայմաններ ստեղծել այս բոլոր խմբերի համար մուտքի արտոնագիրը անվճար դարձնելով։ Սահմանափակ թվով մարդկանց վրա տարածվող այս փոփոխության նպատակն ըստ ԱԳՆ նախկին քարտուղարի ընդամենը համոզելն է հայաստանյան հանրությանը, թե Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում առաջընթաց կա։ Որ ցույց տա, որ նայեք, բան է, որ ասում եք թուրքը մեզ կջարդի, կկոտորի, դες բան չկա, 5 տարի առաջ ինչ էր ան։ Դե հիմա տենց էր էլի, հիմա հո այդ բան նույնը չի, թուրքը հո նույնը չի, թուրքն էլ չէ փոխվում։ Բայց մենք հարյուրավոր տարիներ նույն բանին ենք ականատես լինում։ Բայց ոնց է փոխվում, դա եմ ուզում հասկանալ։ Անկարան արդեն 3.5 տարի է չի կատարում խոստումը եւ չի բացում հայ-թուրքական սահմանը, անգամ երրորդ երկրների քաղաքացիների համար։ Այս համաձայնությունը երկու երկրների բանագնացները Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քլիչը ձեռք էին բերել դեռ 2022-ի հուլիսին։ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը Անկարան մշտապես կապել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմամբ։ Արդյոք հաջորդ տարվա սկզբին Անկարան կկատարի խոստումը եւ կբացի սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար, երբ Հայաստանի իշխանությունն արդեն ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմում, երբ Ադրբեջանի հետ նախաստորագրվել է խաղաղության պայմանագիրը, իսկ հայոց ցեղասպանության ճանաչումն էլ այլևս Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից չէ։ Ավելին վերջերս Հայաստանից ելքի ու մուտքի կնիքից պաշտոնապես հանվեց Արարատ լեռան նկարը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օրերս խոստացել էր հաջորդ տարվա սկզբին խորհրդանշական քայլեր անել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, չմանրամասներով թե կոնկրետ ինչ նկատի ունի։ Դեսպան Վահագն Մելիքյանը չի բացառում, որ այդ սիմվոլիկ քայլը կարող է լինել երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացումը։ Ուղղակի ըստ նրա պետք է պատասխանել հարցին, թե ինչու 3.5 տարի Թուրքիան չկատարեց իր խոստումը եւ սիմվոլիկ քայլերի մասին սկսեց խոսել միայն Հայաստանի համար նախընտրական տարում։ Երևանի հետ կապված Անկարայի բոլոր քայլերը նախկին դիվանագետի համոզմամբ համաձայնեցված են Բաքվի հետ։ Քանի տարի մենք լսում ենք այդ երրորդ երկրի քաղաքացի դիվանագիտական ուր է միջև հիմա ինչի չկա։ Այդ ինչի հանկարծ եկանք հասանք ընտրական տարի ու միանգամից որոշեցին ինչ-որ խորհրդանշական քայլեր ան։ Մենք մտնում ենք ընտրական տարի եւ շատ ձեռնտու է այսօրվա իշխանությունը թե Անկարային եւ թե Բաքվի։ Նման բաներ կլսեք, որովհետեւ դա հետո պիտի բավականին թանկ ու բավականին բարձր գնով վաճառվի մեր հասարակությանը։ Կարծում եք եղավ ասենք բենզինի դեպքում, ոնց է դա եղավ ցորենի դեպքում։ Մինչ Երևանում սպասում են Անկարայի սիմվոլիկ քայլերին, սահմանի այն կողմում Հայաստանին սահմանակից Իգդիր նահանգում ըստ տեղական մամուլի պատրաստվում են սահմանի բացմանը եւ Թուրքիայի կողմից Ալիջանի սահմանակետում ակտիվ վերազինման աշխատանքներ են իրականացվում։ Իգդիրի նահանգապետը տեղական կայքերի փոխանցմամբ անձամբ է հսկում Ալիջանում ընթացող աշխատանքները, իսկ անցակետի բացումը նախատեսված է հունվարին, թե ում համար պարզ չէ։
Հայաստանը Ալիջանի դիմաց գտնվող Մարգարայի անցակետը դեռ անցած տարի է վերանորոգել եւ հայտարարել, որ այն պատրաստ է շահագործման։